Նորից բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, էլի հատուկ թողարկումով մտնում ենք ուղիղ եթեր, հասկանանք ինչա կատարվում այսօր այս պահին Լաս Վեգասում, մենք բոլորս գիտենք, որ մեր հայրենակիցը Վարդան Ղուկասյանը այս պահին իր դատավարությունն է, միանանք Սևակ աղբոր հետ, տեսնենք Սևակ աղբերը ինչ մեզ այս պահին, ինչա լինում Սևակ ջան, դու ուղիղ եթերում ես եղբայր, Սևակ, Այո, բարև բարև, ձեզ։ բարև եղբայր, Սևակ ջան, մի երկու խոսք ուզում եմ հարցնել, այս պահին ինչա կատարում Լաս Վեգասում, ինչ իրավիճակ է։ Լաս Վեգասում այժմ գտնվում ենք դատավարության շենքի առջև, դատավարությանն ենք եկել, բայց իհարկե արդեն տեղյակ եք, որ չենք կարող մասնակից լինել, բայց Այո, դատավարանի շենքի առջև կանգնած ենք, աջակիցները ոմանք ավտոկայանատեղիում, ոմանք դրսում, ինչպես տեսնում եք, իսկ ու դատում նորից ենք։ փակ դատա, հա, Սևակ ջան, էլի չեն թողում Այո, մտնել, այո, ժողովուրդը չեն քիչ թողում առաջ մտնել։ նշեցին, որ դատավարությունը կայանալու է փակ, բայց հավատում ենք, բոլորս լսված ենք հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու ու Ահա, այսօր սախալի լուր կլսենք։ հասկացա։ Սևակ ջան, ինձ հուշեցին մի քիչ առաջ, որ Վարդան Ղուկասյանի մայրը եկել է եւ նա գտնվում է ներսում, հա։ Այո, հիմա ստացվում է դատավարությանը ճիշտ։ Նա հետևում է, թե նա որպես վկայա կանչված կամ ես ուզում եմ հասկանամ, եթե փակ դատավարություն է, ինչպես է կարողանում Այո, մայրը մտնել եւ հայրենակիցները ոչ։ միայն իմ տեղեկատվություններին համաձայն միայն մորն են թույլատրել, մնացածը թե ինչ կարգավիճակով է մայրը չեմ տիրապետում եւ սխալ ինֆորմացիա չեմ ուզում փոխանցել հասարակությանը։ Հասկացան։ Իսկ այն հարցում, որ առավոտ մենք խոսեցինք, որ ասեցինք սխալ ինֆորմացիա է դուրս գալի, հա, այդ հարցերը ճշտվեց, դզվեց, տեղն ընկավ, թե դեռ ինֆորմացիան ֆռում է, սխալ ձևակ չէ։ Ճիշտն ասած ինձ համար նման բաները նորմալ է, որովհետև շատ սա այն ամենաչնչին բանն է, ինչը որ իրականացնում են, բայց կոնկրետ դրա վրա անդրադարձանք մեր ընկերների խնդրանքով, իմ համար կրկնում եմ, դա ընդհանրապես նշանակություն չունի, բայց ընկերները մի փոքր վատը զգացին, դա է պատճառը, որ անդրադարձ եղավ Իսկ դրան։ Սևակ ջան, մի հարց էլ պատրաստում եք նորից անցած անգամապես քաղաքը ման գալ, թե հիմա ուղղակի մնում եք այդտեղ։ Ներկա պահին կմնանք մի հատ դատավորի որոշումը իմանանք, դրանից հետո արդեն որոշում կկայացնենք։ Իսկ ոստիկանները շատ են։ Այսօր ոստիկաններ չկան, Ահա, ոստիկանական ուժեր այսօր չկան հետաքրքիր է, այստեղ։ շատ հետաքրքիր է։ Ուզում եմ հասկանալ, քանի րոպեից է, թե արդեն դատը սկսվել է, թե դեռ ոչ։ Դատավարությունը 8:30 էր նախատեսված, արդեն սկսվել է, բավական ժամանական աշխատակիցները նշեցին, որ դատավարությունը սկսվել է արդեն։ Հասկացա։ Լավ, Սևակ ջան, ինչ որ է, մենք եթե ավելացնելու բան ունեք, եթե ոչ, մենք կմիանանք երևի մի 30-40 կամ երբ որ հարմար լինի, երբ որ դատից ինչ որ մի ինֆորմացիա գտնի կամ ինչ որ հրատապ մի բան գտնի, ես կապի մեջ եմ, եթե բան ունեք ավելացնելու, եթե ոչ, խնդրեմ։ Շատ բարի, միայն կավելացնեմ շնորհակալություն բոլորին, անխտիր բոլորին շնորհակալություն եմ հայտնում աջակիցներին, կլինեն Հայաստանում, on-line տարբերակով են աջակցում, սատարում, շնորհակալական խոսքեր են ասում, ես չեմ կարող բոլորին անհատապես անդրադառնալ, որովհետև ժամանակը չի բավականացնում, բայց ես on-line հարթակում շնորհակալություն եմ հայտնում բոլորին, անխտիր բոլորին, երախտիկի խոսք եմ ուղղում ես։ Միայն դա կավելացնեմ եւ ձեզ եւս շնորհակալ եմ, որ Շնորհակալ եմ, լուսաբանում Սևակ եք, ջան, շնորհակալ եմ ես ամեն ախպերս, ես կմնամ գծի մեջ, շարունակելով մի քիչ եթերը, ժողովրդի հետ մեր հայրենակիցների հետ խոսելու։ Սևակ ջան, մենք կապի մեջ ենք, եթե ինչ-որ մի հրատապ, սպասում ենք ձեր զանգին, Աստված օրհնի ձեզ, շուտով կհանդիպենք Լաս Վեգասի Սևակի հետ, մեկ վայրկյան, Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ նորից ասել, որ այս պահին Լաս Վեգասում մեր հայրենակիցի դառնամ Վարդան Ղուկասյանի, ինձ տեղեկություն հասավ, որ իր մայրիկին արդեն բերել են դատարան
Ես նորից եմ ասել եւ ասում եմ, քանի այս իշխանությունը այս տեսակ շարունակելու է մեր երկրի սահմանադրության եւ սահմաններին կպնելու, բոլոր այն առողջ ընդդիմադիր դա կնի Վարդան Ղուկասյան թե Պողոսյան Պողոս, նրանք փորձելու են ինչ-ինչ պատճառներով պահել։ Ես իմ կարծիքը նորից չեմ փոխում, դատավորությունից դատավորություն ես անդադ ամեն անգամ նույն կարծիքից եմ մնում։ Ես չգիտեմ, իշքան պոլիտոլոգներ կամ բլոգերներ, որտեղ ես ինքս բլոգեր չեմ, ես ուղղակի իմ շնորհակալությունը հայտնելով Վարդան Ղուկասյանին փորձում եմ ամեն անգամ եթերներով կապնվել մարդկանց հետ, հասկանալ իրավիճակը։ Ես չեմ փոխում իմ կարծիքը, ասելով, որ այս իշխանությունը փորձում է մարդկանց այս տեսակ լրացնելով, շինքու գործերը հարուցելով, փորձելով մարդկանց վախի մտնոլորտ ստեղծելով, դատական հարցերը, դատական ինչ-որ խնդիրներ եւ թղթեր սարքելով մարդկանց վրա։ Ես ասել եմ նորից իմ կարծիքը, ես այսօր էլ եմ խոսել մի քանիսի հետ, ես այսպես եմ կարծում Վարդան Ղուկասյանի եւ մնացած մեր կալանավորված եղբայրների եւ հայրենակիցների դուրս գալը, հիմա ես ասեմ իմ կարծիքը, սա իմ կարծիքն է եւ ինձ թվում է դա միակ աշխատող ձևն է, որ բոլոր հայրենակիցները անխնդիր բոլորը միասին ոտքի կանգնեն եւ պահանջեն, որովհետեւ դատավարությունից դատավարություն դա բոլորս հասկանում ենք, որ դա ժամանակ է, դա խնդիրից հետո խնդիր է, ինչ-որ մաշացնելու ձև է դա, որը ես ասում եմ, եթե հայրենակիցները ոտքի կանգնեն, բոլորը միասին, ոնց որ Վարդանն էր անում, երբ որ մեկ հայրենակից նեղության մեջ էր եւ մի քանի ժամվա մեջ ճանապարհ էր փակել տալի եւ փորձում էր հայրենակիցին դատարանի թանել, եթե իմ կարծիքը ես ասում եմ նորից եւ մնում եմ կարծիքում, ես չեմ ուզում հեքիաթների հավատալ, ես չեմ ուզում, որտեղ սա մի մեծ առևտուր է եղել, ու այս առևտուրը չի կարող կանգնացնել, եթե հայրենակից դու ոտքի չկանգնես եւ պահանջատերը չլինես քո սահմանների, իսկ նորից եմ ասում, մեր սահմանները 29,000 կիլոմետրը չեն իրականության մեջ չի մտնում դա, մեր սահմանները ավելի են, քան շատ հայրենակիցներ պատկերացնում են, դրա համար փորձում են բոլորին լրացնել, սա է ամենամեծ խնդիրը, որ այսօր մենք նստում ենք ուղղակի էկրաններից ամեն մեկս միտեղ, փորձում ենք օգնել եւ փրկել սահման, սահմանադրություն եւ հայրենակից։ Ես նորից եմ ասում, այս տեմպերով եթե մենք գնանք, մենք կորցնելու ենք։ Դա իմ կարծիքն է, օբյեկտիվ կարծիքն է, ես չեմ փոխում իմ կարծիքը, կարող է շատ պոլիտոլոգներ կամ ավելի գրագետ մարդիկ լինեն, որ ուրիշ ձևի մեկնաբանեն, հավատացնում եմ, որ այս պահին ես չեմ հավատում ոչ մի advocate-ի, իրավաբանի կամ իրավապաշտպանի, որ կարողանա մեր հայրենակիցներին դատարանից հանել։ Ես պոզիտիվ մտածող մարդ եմ, բայց այս դեպքում, քանի որ ճանաչում եմ այս հիմիկվա քաղաքական ճակերտավոր գործիչներին, ես չեմ հավատում, որ այս պահին կթողնեն մարդկանց դուրս։ Թե ինչ պայմաններով եւ ինչ պատճառով են կամ ինչու թղթեր են մցրել արդեն պետական այդ մասշտաբով եւ ինչ մարդիկ, որ փորձել են օգնել, ես ասել եմ մի քանի օր հետո, ես նորից օդից կախված, որ ասել են եւ հասել է ինձ այդ թեմաները, որ ես դաժե մի քանի ամիս առաջ եւ 1 տարի առաջ ասում էի, որ կան ինչ աղանդավորներ, որ օգնելու են Նիկոլ Փաշինյանին իր ընդրություններին եւ սահմանադրությանը, շատերն ասում են եւ դրանք դժվար լինի, եւ ցավոք Վարդանը այս պահին չի կարող հաստատել, ես իրան դա զգուշացրել եմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը երբ որ տալուն տվեց մեր Արցախ երկիրը, նա սկսեց սաղմոսներով, փորձելով X հավատացյալ կոչված գառնուկների խաբելով, որ նա հավատացյալ է, նա Աստծուն պաշտող մարդ է։ Գիտեք, սատանան էլ է Աստծուն հավատում եւ սատանան էլ է խոսքը ավելի լավ գիտի, քան այսօր շատ մարդիկ, նա փորձում է Աստծո խոսքը մանիպուլյացիանել եւ փորձել մարդկանց հրամցնել եւ նրա մոտ դա ստացավ։ Ես ասել եմ նորից ես իմ կարծիքը չեմ փոխում,
ու օծից կախված լուրերը, որ հացել է ինձ, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մեջ աղանդավոր շարքերի, կարկառուն դեմքերի գործն է, որը ես նորից ասում եմ, օծից կախված լուրերն են, որ հացել են ինձ։ Դրա մասին մենք խոսել ենք 1 տարի առաջ, 6 ամիս առաջ, 3 ամիս առաջ, մինչև Ամերիկա թռնելը, երբ որ Նիկոլը պետք է հաղորդեցին, որ պետք է Ամերիկա թռներ, մենք զգուշացվեցինք, ամեն մեկը ունեն իրենց որոշումը, ամեն մեկը ունեն իրենց ձևը, ինչպես մտնել քաղաքականության մեջ, ինչպես դուրս գալ այդ ամեն ինչից, այնց որ եղավ այն, ինչ որ ասվել էր։ Դրա համար ես իմ կարծիքը չեմ փոխում, սիրելի հայրենակիցներ, ես մնում եմ նույն կարծիքի, սա քաղաքական պատվեր է շատ մեծ առևտուր, ես չեմ կարծում, որ ես գիտեմ, որ Աստված հրաշքներ գործում է, որպես քրիստոնյա լինելով ես հավատում եմ Աստծուն, Աստծո հրաշքին, այս դեպքում չգիտեմ, ես գիտեմ մի բան, որ սա երկար ջուր է վերցնելու դեռ թեման, դրա համար եթե հայրենակիցները ոտքի չկանգնեն, այս հարցը կմաշացվի կամ ինչ որ մի ուրիշ ուղղությամբ տան, նշանակում մենք այն ինչի մասին որ խոսում եւ պատկերացնում ենք դրանք չի տանելու, տանելադրի ուրիշտեղ, որը որ հետո վերջում կարող ենք խափնված նորից դուրս գալ, որովհետեւ սա քաղաքական մի մեխանիզմ է, որը աշխատում է բոլորի հետ, փորձում է մխել, ոչնչացնել, մաշեցնել, վերացնել, եթե դու նրա հետ չես համագործակցում, իսկ եթե մեր հայրենակիցները բոլորը ոտքի կանգնեն եւ միաբանված պահանջեն մեր բոլոր հայրենակիցներին, որ այս պահին ձերբակալված են, շատ հետաքրքիր մի բան է կատարվում, որ հենց այս պահին մի քիչ ավելի շուտ ձերբակալվեց Սերոբ Գասպարյանը, Սեփովազի հրամանատարը, որը աբսուրդային է, մենք դատավարությանը ներկա ենք, որ այդպես դատավարություն մենք չենք լսել եւ չենք տեսել, ու 5 ամիս հետո փակում են Վարդան Ղուկասյանին դոգին, այդ ամիսների մեջ փորձում են մարդկանց վախի մեջ պահել, տարբեր ձևերից, ու ամենահետաքրքիրն էր, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ Ամերիկա, հանդիպելով աղանդավորների հետ, այո, աղանդավորների հետ, եւ ձեռք սխմելով եւ աղանդավորների X ղեկավարն ասեց, այո, մեր վարչապետն եկել է եւ շատ հաճելի զրույց է գնացել, խոսակցություն է գնացել եւ հանգարց այդ նույն աղանդավորների կարկառուն դեմքը հաջորդ օրը, որ իրանք 30 տարի ասում են դուք աղանդավոր եք, նա ոչ մի ձեն չէր հանում, ասում էր սիրեք միմյանց ու հանգարց Նիկոլ Փաշինյանի հետադարձից հետո նա ելույթ ունեցավ, մենք ունենք այդ ելույթները, որ եթե հանգարց մեզ մեկ էլ դուք ասեք աղանդավոր, մենք ձեզ դատի կտանք, այստեղ ես հասկացա, որ մենք գործ ունենք մեխանիզմի հետ, որը գործել է տարիներ, երեք ես ինձ ինֆորմացիա հասավ, շատ հետաքրքիր անձնավորություն, այսօր էլ նույն ձևի մի նամակ հասավ ինձ, որ երբ որ արցախցիները բլոկադայի մեջ են, ուշադիր լսեք, կյանքի խոսք շագերտավոր եկեղեցի կոչվածը ունենում է համահայկական աղոթք, բայց լինում է, ինձ ասեց այսպես, որ Հայաստանի քարտեզն էր, ամեն անգամ նրանք Արցախի քարտեզը հետը ունեին, այդ ժամանակ եւ ինձ զանգողը զինվորականը եւ ես գիտեմ, որ հիմա եթերի մեջ է, նա լսում եմ իմ եթերը հենց հիմա, նա կրված տղա, զինվորական լինելով, այդ շարժման մեջ մտել է այդ պահը, այդ աղոթքի պահը, իրան ինչ-որ հրավերին է, եթե ճիշտ հասկացա, ասեց, որ գև ախպեր, ես Արցախի քարտեզը չտեսա այնտեղ, հետաքրքիրն այն էր, որ այդ ժամանակ դեռ արցախցիները կային, Արցախի հողում էին, բայց համահայկական աղոթքի ժամանակ մարդիկ նկատել են, որ Արցախի տարածքը հանված է։ Ես ուզում եմ ուղղակի հարց տամ, սա արդյոք մարգարեություն էր, որ պիտի
որտեղ իրանք շշուտ են մարգարեանում սենց հարցականներով, ես ուզում եմ հասկանամ սա մարգարեություն էր, թե արդյոք այդ կարկառուն դեմքերը արդեն գիտեն, որ Արցախը մերը չի լինելու, վերցնելու են մեզանից, որտեղ մենք երեք Արմեն Ավագյանի հետ ունեցանք եթեր, Արմեն Ավագյանը շատ լուրջ համակարգի աշխատող, ուղղակի շատ համեստ ներկայացրեց իրեն եւ նա լինելով Մոսկվայում երեք իր եթերի մեջ ինքը խոսում է եւ եկել են կյանքի խոսք կոչված Բաքվի եկեղեցուց, որը ես ասում եմ ազգային անվտանգություն ուրես հարց տվեք, իհարկե չհարց չեն տա, որտեղ նրանք իրար հետ համագործակցում են եւ այդ Բաքվի կյանքի խոսք կոչված եկեղեցու ինչ-որ կարկառուն դեմք քույրիկ կոչեցյալը ադրբեջանուհի մտնում է Արմեն Ավագյանի հետ խոսքի մեջ, պատկերացնում եք, նրանք գալիս են հավատքի սեմինար, բայց խոսում են, թե այս հողը ումն է լինելու եւ այնտեղ պրովոկացիա թեմա է բացվում եւ այնտեղ հովիվները գալիս են բրոդի, ես ինչ եք անում, ես ինչ եք խոսում, ոչ Արմեն Ավագյանը երեք մեր եթերում պատմում էր այդ պատմությունը, դրա համար շատ մարդիկ միանգամից արձագանքեցին, հետո հաստատեցին, որ դες բաներ շշուտ է կատարվել, դրա համար ես միշտ ասում եմ, մենք այս պահին ցավոք սիրելի հայրենակիցներ չունենք ազգային անվտանգություն, որ ուղղակի Արթուր Սիմոնյանին հրավիրի հարց տալով ձեր ֆիլիալը կոչվածը, որը որ ունեցել եք այդ նույն անունով կյանքի խոսք եկեղեցի ճակերտավոր կռվից հետո, երբ որ Արցախը հանձնվեց, ձեր կարկառուն դեմքերից ռուսամետ կյանքի խոսքի այդ մարդկանցից գալով Շուշի հավատացյալ կոչվելով նրանք բարձրաձայնեցին ադրբեջանցիք հետ, որ վերջապես հողը հասավ իրենց տերերին, ես ուղղակի հենց այդ տարիներ, որ ես խոսում եմ, ասում եմ, որ ինչի՞ չեք հրավիրում այս անձին, հարցնեք, ձեր ֆիլիալը, որ դուք եք դրել, ինչ եղավ, քանի որ մենք այս պահին ցավոք չունենք ազգային անվտանգություն, մենք ազգովի պետք է մեր ազգային անվտանգությունը պահենք եւ բարձրաձայնենք։ Դրա համար ես բոլոր իմ հայրենակիցներին կոչ եմ անում, բարձրաձայնեք եւ միավորվեք։ Պետական կառույց գոյություն չունի։ Ես ասում եմ, եթե 20% կաշխատի, ես ուղղակի շնորհակալություն կհայտնեմ։ 80%-ը չի աշխատում հայանպաստ կամ հայամետության համար։ Դրա համար իմ սիրելի հայրենակիցներ, ես լինելով հայ, նորից եմ ասում, ես բլոգեր չեմ, ես ինչ-որ կայանալու ոչ մի բան չունեմ, ոչ մի ինտերես չունեմ այս ամեն ինչի մեջ, ես հայ լինելով չեմ կարողանում այս ամեն ինչը տեսնելով եւ իմանալով ու ավելի մեծ թեմաներ կան, մենք հեսա 1 ժամից նորից մտնելու ենք, եթե շատ հետաքրքիր թե ուր են մեր քարտեզները, թե որտեղ է մեր կատաստրը, ով է մեր երկրի վարչապետը, եթե ես ասել եմ, եթե չկա կատաստրը, չկա լեգիտիմ վարչապետ, այս դրա համար փորձում են Վարդանին, Պողոսին, Սերոբ Գասպարյանին կամ մնացած մեր հերոս տղեկին վաղը քո տղուն են լռեցնելու, վաղը քո ամուսնն են լռեցնելու ու բոլորին այս ձև լռեցնելով նրանք գնալու են հատ սպանելով։ Դրա համար իմ կոչը իմ հայրենակիցներին, քանի որ այս պահը ես կարող եմ կոչ անել միաբանության, բոլորս մեկտեղ լինելով պահանջելով։ Եթե ուզում եք Վարդան Ղուկասյանը, եթե ուզում եք Սերոբ Գասպարյանը, մնացած մեր հերոս տղեկը դուրս կան անազատությունից եւ պահանջենք արդարությունը, պետքա բոլորս ազգովի, չկա սփյուռք, չկա այս ինչից կամ այս ինչ երկրից, բոլորս միասին բարձրաձայնում ենք, հավաքներ ենք կազմակերպում, եթե ուզում եք մեր հայրենակիցները եւ բոլորս պահանջատերն ենք, որովհետեւ այս պահին ես իմ կարծիքն է, ես տեսնում եմ, որ պետությունը հայամետ չի կարող, որովհետեւ այս ձևի խաբի մենք 1 ժամից կմտնենք եթեր Արամ Մկրտչյանի հետ, կունենանք շատ հետաքրքիր եթեր, ուր են մեր քարտեզները եւ ինչի համար Նիկոլ Փաշինյանը փորձում 29000-ը օրինականացնի։ Այս է գաղտնիքը, որ սպանվեց սպարապետը, սպանվեց մնացած մեր քաղաքական գործիչները, Դեմիրճյանը Կարեն, հենց սա է խնդիրը, որ 30 տարի կարողանում էին մխվել եւ բերեցին հացրեցին սրան։ Նորից եմ ասում, մեր ազգը ունի, մեր հայրենակիցներն ունեն չիմացություն, բայց հիմա մեր պարտքն է բարձրաձայնելու
այն ինչ որ կա իրականության մեջ։ Եթե մենք իշքան կբարձրաձայնենք, դա արդեն մեր Աստված գիտի, իշքան մեր իմունիտետը թույլ կտա, մենք կբարձրաձայնենք, որ գոնե մեր հայրենակիցներն իմանան, բայց եթե ուզում ենք բոլորս բարձրաձայնենք եւ մեզ չկարողանան ոնց որ մնացածին լրացնել, պետք է մենք միաբանվենք, սիրելի հայրենակիցներ ջան։ Միաբանվեք եւ կոչով դուրս արեք։ Էսի արդեն այս երկիրը իմունիտետ չունի։ Մենք չունենք pedagogiություն, մենք չունենք երկիր։ Սա է մեր խնդիրը, որ 10 միլիոնից հայ բոլորը նայելով եթերները, բայց լռում եք։ Այս լռությունը տանում է մեր կործանության։ Աստված օրհնի ձեզ, մենք կհանդիպենք 1 րոպե, ուղիղ 1 ժամից մենք ունենանք Արամ Մկրտչյանի հետ եթեր, Արամ Մկրտչյանը պետք է բացատրի եւ ցույց տա, որտեղ են մեր իրական կատաստրի քարտեզները, որը որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ կտար, որ դա չբարձրացնենք, բայց արդեն ինքը ուշացել է, մենք պետք է փորձենք, որ շատ արագ ձևով մեր հայրենակիցներին ցույց տանք, որտեղ են մեր երկրի իրական կատաստրի քարտեզները։ Աստված օրհնի ձեզ, մենք հանդիպենք 1